Ազգային ժողովում հանրության հետաքրքրող, ինչու չէ նաև որոշ չափով շատերին ահաբեկած կարևորագույն հարցերից մեկի պարզաբանումն են ցանկանում падգամավորները ստանալ արտաքին հետախուզության ծառայության պետից։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել էր, թե եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց։ Եթե նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները Քրիստինե Գրիգորյանի ձևակերպումից հասկացան, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, եւ ըստ падգամավորների այն ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարությունն էր։ Մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին իր տարբերակով ձևակերպեց հարցը։ Նա էլ ցանկանում էր, որ Քրիստինե Գրիգորյանը ավելի հստակ մեկնաբանի, ինչ էր ցանկանում իր հայտարարությամբ ակնարկել Փաշինյանը։ Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 29743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիր եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։ Ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին։ Պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Կմեծանա։ Ասում է, եթե գա Հայաստան դաշինքը կլինի պատերազմ։ Այդ ինչի ելներով եք ասում։ Միգուցե հետ գնաք նայեք, թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության ժամանակ եւ մինչև 20 թվականը։ Եկել եք արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ անում։ Իդեպ Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ իրենք որպես ծառայություն իրավունք ունեն վերահսկել հեռախոսային հաղորդակցությունները։ Արտաքին հետախուզության ծառայության պետը նախագծերի փաթեթով էր եկել ազգային ժողով եւ առաջարկում էր, որ օրենքով թույլատրելի դարձնեն ծառայության կողմից թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության օպերատիվ հետախուզական միջոցառումը ինքնուրույն եւ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով կատարել։ Այսինքն ստացվում է արտաքին հետախուզության ծառայությունը օրենքով հնարավորություն կունենա ազգային անվտանգության ծառայությունից անկախ գաղտնալսումներ կատարել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։